Հանուն հոր եւ որդվո եւ հոգվույն սրբո ամեն։ Բարի երեկո եւ մյուս տեղը բարի առավոտ, Աստծո ձայնը հաղորդաշարը ուղիղ եթերում է։ Կխնդրեմ սիրելի հետևորդներ, Facebook-յան ընկերներ եւ հայրորդիներ, ովքեր որ հետևում են Աստծո ձայնը հաղորդաշարի, անմիջապես սկսեն տարածել ուղիղ հեռարձակումը բոլոր հնարավոր միջոցներով եւ ինչպես որ ձևավորվել է ավանդությունը, մենք սկսում ենք աղոթքով։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս, ամեն։ Հայր մեր, որ երկինս ես Սուրբ Եղիցի անուն քո, եկեղեցի արքայություն քո եղիցին կամ քո որպես երկինս եւ երկրի, ըսած մեր հանաբազոր տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարտիս մեր, որպես եւ մենք թողունք մերոց սպարտաբանած եւ մի տանիրս մեզի փորձություն ալ փրկյազ մեզի չարե, զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս հավիտենից ամեն։ Ահավասիկ սիրելիներ, սկսում ենք այսօրվա երեկոյան ժամի մեր ավանդական Աստծո ձայնը հաղորդաշարը եւ բնականաբար ես կուզեմ անդրադառնալ անցուդարձին այն եթերից հետո արդեն ինչ որ տեղի է ունեցել, ինչպես հայտարարել է այդ հանդիպումը տեղի է ունեցել, բոլորդ լավ իրազեկված եք, ամենտեղ տարածվեց այդ ինֆորմացիան բոլոր հնարավոր միջոցներով եւ կարծում եմ մի մարդ իրազեկված չմնաց, ներողություն, իրազեկված չմնաց, որը որ չգիտի այն մասին, որ Կտրիչ Ներսիսյանը այլևս անելիք չունի մայրաթորում եւ ընդամենը վարքյաններն են մնացել, որ նա արդեն իսկ ճամբրուկներն են հավաքում իր եւ պետք է լքի մայրաթորը, բայց մտավախություն կա, որ նա գախնի կերպ լքելու է այն գիշերով, այսպես, որպեսզի փախուստի դիմի, որտեղ դա չեմ բացառում, որպես հնարավորինս սցենար փախնել պատասխանատվությունից, որովհետև չէ որ նա պարտավոր է ներկայանալ պատկան մարմիններին եւ հարցերին պատասխանել, այն հարցերը բազմաթիվ են։ Ես լսեցի այսօր որոշ սրբազան հայրերից մի միտք, ասեցի իրենց, ասեցի ինչի չեն ձերբակալում, ասես Տերաջան չեն ուզում պետությունը որ խայտարակվի եւ այլն։ Իհարկե ես չեմ կիսում այդ տեսակետը, ես ավելի ռադիկալ մոտեցում ունեմ այս հարցում, որովհետեւ ստեղ խայտարակվելու կամ չխայտարակվելու հարցը չէ, բայց խայտարակվել ենք արդեն աշխարհով մեկ բոլորը գիտեն։ Մի աշխարհում անկյուն չկա, որ չիմանա Կտրիչ Ներսիսյանը, որ սատանա սրիկա է։ Բոլորը գիտեն։ Որտեղ այդ հարցը այդքան է էփել տպվել, որ հավատացեք, որ ամեն մի եգրի հատուկ ծառայությունը հետևելով Հայաստանի Facebook-յան էջին պետք է հետևություններ անել եւ վաղուց արդեն պետք է այս բոլորը հաստատած լիներ համապատասխան շրջանակներին։ Հետևաբար ես ուզում եմ ասել, որ իհարկե այս մեթոդները, որով նրանք ուզում են կիրառել ավելի փափուկ, ես չգիտեմ որքանով հարմար են գտնելու այս փափուկ մեթոդներով իրեն ճամփել, բայց ես մտավախություն ունեմ, որ նա փախնելու է, որտեղ նա սատանա է։ Եվ քանի որ նա սատանա է եւ ամեն ինչին ընդունակ մարդ, իրան համար գիտեք ինչ, կարևորը իր կաշին փրկելն է, վերջի վերջով, այսօր հարցը այդպես է դրված, այդ հարթության մեջ։ Բայց այն թալանի, տոտալ, այն սպանությունների, այն թունավորումների, այն յուրացումների, այն զեղծարարությունների, այն բոլոր տեսակի ապօրինությունների, որը նա գործել է 26 տարիների ընթացքում, ոնց որ ասած ոչ սկիզբը կա, ոչ էլ վերջը կա։ Եվ ես իհարկե կողմնակից եմ, հետևից գնալու ենք, որպեսզի նա անպայման ճաղերի ետևում լինի, անարդարացի կլինի, սիրելիներ։ Նույնիսկ այդ սրբազան կոչեցյալների նկատմամբ, ովքեր որ այսօր ճաղերի ետևը հայտնված են, դրանց նկատմամբ կլինի անարդարացի, որովհետև ամենակարկառուն մեխը այս բոլոր ոչիրների, սրբապղծությունների, ստոր գործերի ինքն է, ոչ այլ ոք կամ ինքն Կտրիչ Ներսիսյանն է։ Իրա մանկապիղծ այդ սատանա եղբայրը, խուլիգան եզրացը, որը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմի ոչ բարով, այսպես ասած, չառաջնով կոչվածն է, որը խեղել է նաեւ այդ հայության հատվածի հոգեվոր կյանքը, տասնամյակներ այնտեղ խեղել է, եւ իհարկե իր քրոջ որդին, որը դատարանում արդեն պատասխան պիտի տա իր մաֆիոզ, ուրեմն համագործակցության իր քերու հետ։ Եվ իմիջայլոց այստեղ պետք է նաեւ ուրիշ բան ասեմ, որ արշակը նմանապես այս ամենի հետ ամենասերտ կապ ունեցող տականք է, ոչ մենակ այն սրբապղծության, արյունապղծության, որը նա գործել է եւ մտել է, կեղտոտել է, ամեն ինչ արել է, այդ բոլորը մի կողմ դրած, այսի
որպես երևույթ մենք առանձին իհարկե ուսումնասիրման կարիքը ունի առհասարակ որպես այս այլասերած մարդու նկարագիրը, որը որ հանձնաժողովի մեջ, ավելի ճիշտ տաքապահական հանձնաժողովի մեջ ուներ որոշիչ ձայն, որը որ վճիրներ էր կայացնում եւ խեղում էր հոգեվորականների, մեր սիրելի եղբայր այն շարքային քահանաների կամ, չգիտեմ, նույնիսկ բարձրաստիճան հոգեվորականների կյանքը։ Հասկանում եք, այն ինչ էր անում նա, լինելով այդպես այլանդակեղտ, նա խեղում էր ուրիշների կյանքը։ Այսինքն իր աչքի մեջ գերանը չտեսնալու տալով փուշն էր ման գալիս։ Եվ այդ փուշը բոլորի մոտ կա, բոլորի աչքերի մեջ կա։ Մարդ չկա ասում է, որ կեցե եւ ոչ մեղիցե, ուսուցանում է մեզ Սուրբ Գիրքը։ Միայն առանց մեղած ապրեց մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Բայց ինքը մեղքի գերի սրբապիղծ լինելով դատում էր, դատավճիրներ էր կայացնում, խեղելով ընտանիքները, եթե ամուսնացյալ քահանաների պարագայում կամ սարկավակների, նրանց ընտանիքի վրա էր, կյանքի վրա, ապագայի վրա խաչ էր դնում եւ գողանում էր իրենցից, փաստորեն իրենց ապագան, իրենց զավակներին նաեւ խորտակում էր։ Այս իր արարքներով, որ նա այդ հանձնաժողովի կարգապահական ոչիրներով փաստորեն իր սատանայական այդ կեղծ որոշումներով բաներ անում։ Իսկ այսօր կանգնել է կամերաների առաջ իրեն լրագրողը հարց է տալիս, Նարեկը կարծեմ, եթե ես չեմ սխալվում, ասում է խախտել ես կուսակրոնության ուխտը, թե չես խախտել, ասում է մտել եք իմ անձնական տիրույթ, այ ապուշ, դու հոգևորական ես կուսակրոն, դու arczepiskopos ես, ինչ անձնական տիրույթի մասին խոսք կարող է գնալ։ Դուք հասկանում եք, ընդհանրապես քրիստոնյա մարդը պիտի բաց ապրի, ինքը չի կարող ապրել փակ, որտեղ քրիստոնյան ինքն Քրիստոսի հետևորդն է։ Քրիստոսը ասում է, չկա ոչ մի ծածուկ բան, որի հայտ չգա։ Չի անում ծածուկ գործ քրիստոնյան։ Իսկ առավել եւս կուսակրոն բարձրաստիճան հոգեվորականը, ինչ անձնականի մասին կարող է խոսել։ Այդ բանկում ով որ մնում անձնական կյանք պիտի ունենա, այսինքն ընտանիք պիտի ունենա, իր ասելով երեխաներ պիտի ունենա, իր ասելով պիտի ինչ ուզենա անի, սա հասկանում եք ինչ մոտեցում է, որքան են այս մարդիկ հապրգել, ափերը շփոթել եւ չափերը անցել, որ նման մոտեցում են դրսևորում եւ ասում են մենք մեր անձնական տիրույթի մեջ մի մտեք, մենք ենք մեր սարերը, կարճ ասած։ Այս տականքները, որոնք եկեղեցու մեջ փաստորեն 26 տարի զբաղվել են անօրենություններով, բազմապիսի անօրենություններով, ցանկացած հարթակի մեջ իրենց բերեք եւ բոլոր տեղերում պիտի հանցանքներ տեսնակ։ Իրենց մարդկային կյանքը նմանապես մեղքերով լի ու բոլ է։ Այսինքն թաղված այդ մեղքի ծանրություններով իրենք սրբապիղծ լինելով բարձրացրել են Սուրբ Խորան, Սուրբ Հոգուն են հայհոյել ամեն անգամ պատարակը իրենց համար դա խաղալիք էր։ Դե դրա համար պատարակը Coca-Cola-ով են արել։ Եթե պատարակը Coca-Cola-ով մեկը անում է, ուրեմն որքան արհամարանք, որքան անեծք, որքան փաստորեն ինքը ատելություն ունի Աստծո նկատմամբ, սրբության նկատմամբ, եկեղեցու նկատմամբ։ Եվ այդ եկեղեցու կամարների ներքո գտնվելով տվյալ անհատը ինչով է զբաղված եղել։ Միայն զբաղված է եղել կեղծիկով եւ դրամաշորթությամբ, ապահովելով իր բարեկեցությունը, իր անձնական նեղ շահերը։ Եվ իհարկե Կտրիշ Ներսիսյանը հետապնդել է նաեւ մաֆիայի, կլանային օղակ, որպես չգիտեմ, ինչ բացադրեմ, որ բոլորին աչքից ցանկացած մարդու, նույնիսկ ամենայն թերահավատի փառը աչքից ընկավ։ Տեսան այդ դեմքերը, այդ մարդկանց իրական մասկաները արդեն հանված են բոլորի, որ դրանց համար մենակ իրենց անձնական բարեկեցությունն էր եւ պատրաստ էին քաղաքական կեղծ օրակարգ բերեն առաջ տան իրենց անձնական շահերի համար, այսինքն խորտակելով Հայաստանի ինքնիշխան պետականությունը, դեմոնտաժ անելով անկախությունը եւ ամեն կերպ նրանք բերել են այդ հարցերը անձնական հարթակ եւ այդ կեղծ օրակարգերով հրահրել են զանազան քաղաքական process-ներ, պահանջել են Փաշինյանի հրաժարականը իրենց անձնականի համար, պահկվել են եկեղեցու մեջ, կեղտոտություններով զբաղվել են, զեղծարարություններով, ալան-թալան անելով, նաև այլասերած անփարո կյանքը վարելով զբաղվել են այս չար գործերով եւ ում են հաճելի եղել։ Մենք ինչ ենք ասում ժամերգության ժամանակ։ Ուղիղ եղիցի աղոթքիմ, որպես խունգ առաջիկոտեր, համբարձումն ձերացի մոց պատարակ երեկոյի, ուղիղ թող լինեն մեր աղոթքները, որպես խունգ առաջիկոտեր, համբարձումն ձերած մերոց պատարակ երեկոյի, այսինքն մենք խունկի հետ, բուրմունքի հետ ենք համեմատում, որ այդ աղոթքները ուղիղ առ Աստված հասնեն, ընդունելի լինեն Տիրոջ առաջ։ Այս մարդիկ ինչ են արել, իրենք ուրիշ խունկ են
ծխել սատանային հաճելի լինելու համար, իրենց այս չար գործերը կատարելով, իրենց սրբապղծություններով ամենօրյա։ Եվ ամենադաժանը գիտեք որն է։ Մեղքը չճանաչելը, կեղծիկով զբաղվելը, հարցերին չպատասխանելը, խեղաթուրելը ամեն մի ճշմարիտ խոսք ու մտածել, որ էլի կարող են էլի այդ նույն աթոռներին մնալ, էլի պիտի ապրեն այս պաշտոնների մեջ, էլի պիտի խեղեն եկեղեցու ապագան։ Այ ամենացավալին նաև սա է, սիրելիներ։ Հետևաբար Հայաստանի Արաքելական Սուրբ եկեղեցու մասին այսօր երբ որ սկսում ես մտածել, այս մեր օրերի, հա, ինչ է պարզվում։ Թեև այն եպիսկոպոսները, որոնք այսօր քայլ արեցին այդ 10 հոգիները, ինչ էլ առաջ չլինեին նախկինում, նրանք իրենց մեղքերը այսօր ջնջեցին իրենց քաջ քայլը, որ արել են դեպի Աստված առաջին հերթին, որովհետև դրանք Աստծո տունը, որը պղծության մեջ է, որը բռնազավթված է, ուզում են որ ազատագրվի եւ հայ ժողովրդին վերադարձնեն Աստծո տունը։ Ուրեմն այսօր նաև երևի լսեցիք, տեսակ համացանցում ինչ տարածվեց, որ պահանջում են իրենց կարգազրկել։ Դուք հասկանում եք որքան ասողիկը, այդ աստղիկ ասողիկը չաբեղան, այդ խուլիգանը, փչացած, որը նմանապես ուխտադրուժ սրիկա է, կեղտ է։ Ես շատ եմ սպասում այդ օրը, որ երբ որ պիտի իր հայացքին, իր դեմքին նայեմ։ Եվ հիշեցնեմ, թե ոնց էր գալիս ժամերգության ժամանակ ճեմարանի լակոտ էր, ուսանող էր։ Ես նորընծա քաղանա էի։ Ինքը գալիս էր, փիլոնը տալիս էր, ձեռքս համբյուրում էր։ Ես իրան չէի բանանում, պարտադրում դա անել։ Ոչ մեկ ուսանող երբեք չեմ պարտադրել, այնտեղ դասում կանգնել են բազմաթիվ ուսանողներ։ Այդ բոլորից մեկը ինքն էր, միայն ինքն էր, որ այդպես էր անում, վազում էր առաջինը ընկներ, ուրիշին տեղ չէր տալիս, որ այդ բանը անի։ Ինքն էր տալիս ինձ։ Ամեն օր 40 օր մնացել եմ բանկում, առավոտ իրիկուն եկել եմ ժամերգության, ասողիկ աստրիկը։ Ես չեմ էլ իմացել այդ լակոտի անունը ոնց է։ Այն ժամանակ դե սա հոգևոր անունը չէ, ձեռնադրության ժամանակ շնորհվեց։ Գալիս էր ձեռքս համբյուրում էր, գալիս էր այդ փիլոնը տալիս էր կամ շուրջարը նաև, երբ որ ավետարան էի կարդում, շուրջարը նաև գալիս գցում էր։ Ինքն էր դա անում։ Ես չեմ իրեն ստիպել կամ ասել կամ խնդրել, ոչ։ Ես պիտի իր հայացքին նայեմ, տեսնամ այդ սրբապիղծը ով է։ Ով է սրբապիղծը։ Այսօր լեզուն երկարացրել է, օծի պես, այդ օծի լեզուն, որ երկու սենց մասի է բաժանվում, չէ։ Այս մարդիկ օծից էլ ավելի թունավոր լեզու ունեն, ավելի կեղտոտ բերան ունեն, քան թե պետքարանում, որովհետև իրենք այսօր ցեխը շպրտում են ազնվագույն սրբազան հայրերի վրա, այն սրբազան հայրերը, որոնք իրենց ազնիվ քայլն են արել դեպի ազատագրում, շղթայված էին։ Իհարկե, դրանց սխալները, դրանց մեղքերը, դրանց մարդկային տկարությունները կաշկանդում էին իրենց եւ Կտրիչ Ներսիսյանը խաղում էր այս բանի վրա։ Լսեցիք, չէ՞։ Արշակի սպառնալիքները, որ համացանցում կհայտնվեն բոլորի մասին տեղեկությունները, նյութերը, տեսանյութերը եւ այլն։ Ես չեմ բացառում, որ դրանք այդ բանն էլ անեն։ Վերջի այդ կեղտոտ ակտը կատարեն ի վնաս եկեղեցու Հայաստանիած, ի վնաս հայ ժողովրդի, ի վնաս Հայաստանի Հանրապետության։ Այո, չեմ զարմանա, որ նման գործողություն տեղի ունենա, սակայն պիտի ասեմ, որ այլևս մեզ չի հետաքրում այդ 10 հոգիների նախկինում կատարածը։ Ոչ մեկի չի հետաքրում, կարող եք ջանք չգործադրել եւ չհեղեղել համացանցը այլ նյութերով եւ բոլոր ձեր հեղեղած նյութերը դնելու են կասկածի տակ եւ ասելու ենք այստեղից արհեստական ինտելեկտն է դա սարքել։ Իմացեք։ Ինչ նյութ որ դրվի, ես ինքս այստեղից հայտարարություն եմ անելու, որ սարքել է դա արհեստական ինտելեկտը։ Եվ իհարկե փորձակնությունը դա կհաստատի։ Որտեղ ես չեմ բացառում, ընդգծում եմ կեղծ քայլերի գնան եւ ուրեմն մոգոնեն, ինչ որ խակերներ բաներ վարձեն, ես գիշերվա մեջ բաներ պատրաստեն, սա չեմ բացառում։ Դուք հասկանում եք, որտեղ այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են, ամեն ինչի ընդունակ են։ Հետևաբար սիրելիներ, մենք կրկնում ենք այստեղից ամեն աստծոր, դուք գիտեք իմ գործունեությունը, որ տարիներ շարունակ ես այստեղից հայտարարություններ եմ արել, կոչ եմ հնչեցրել, գրել եմ իմ պատի վրա, գլխավոր էջում,
Միշտ եպիսկոպոսած դասին կանչել եմ, ասել եմ եկեք, արդար խոսեք, փառք Աստծո, ականջալուր եղան եւ Եգրի վարչապետը այդքան ճոճեց այդ նավակը, այդքան ալիքոցվեց այդ ծովը եւ իհարկե եպիսկոպոսական դասի ներկայացուցիչները հասկացան։ Ես ուրախ եմ Աբ รา համ Սրբազանը այսօր երբ որ մտավ, ուրախ եմ Նավասարդ Սրբազանը երբ որ մտավ այնտեղ։ Առավել եւս ուրախ եմ Վրթանես Սրբազանի համար։ Վրթանես Սրբազանը ներկայացնում է Արցախի թանգարանային թեմը։ Դուք գիտեք իմ մտածումը, եւ կարծում եմ կաթողիկոսական տեղապահան է պետք է անդրադառնա այդ հարցին, ինչ է ընդհանրապես Արցախի թեմը այսօր անում Հայաստանում։ Բայց հարցը ստեղ գիտեք ինչու՞մն է, ավելի լավ, որ Արցախի թեմի բարեխնամ առաջնորդ Վրթանես եպիսկոպոսը եկավ ոչ մենակ ստորագրեց հայտարարության տակ, այլ եկավ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ ինքը ներկայացնում է այն զանգվածին, որը անվանում են ստահակները, քաղաքական ստահակները, որոնք ուզում են բան անեն, հա, անվանում են իրենք քրիտիկական զանգված Արցախի փախստականներին, այն հատվածը, որ եկել է Հայաստան հիմա, նրանց շահերն է ներկայացնում, Արցախի ժողովրդին է ներկայացնում, եւ իրենց հոգեվոր առաջնորդը այսօր եկել է վարչապետի մոտ եւ ստորագրել է այդ դիմումի տակ, որ Գարեգինը սատանա է, Արշակը սատանա է։ Այսա շատ կարեւոր է։ Ուրեմն նշանակում է լեզուն կտրվեց, կուլ գնաց, Սերժը այսօր լեզուն կուլատվել, Քոչարյանն էլ կուլատվել։ Պարզ է, որ այս մարդը, որը բուրկի է ուտում, ուղեղը դեռ չի աշխատել, այդքան ծամում է նա եւ մի թուշ չի ծամում, երկու թուշ է ծամում։ Դուք տեսնում եք, չէ՞, մարդը սովորաբար մի թուշ է ծամում։ Ինքը եզի պես է ուտում, որտեվ այս բանը իրականն են հանել։ Սա բան չի, սա սարքած նկար չէ, այն որ բուտերբրոդը սանդվիչը ուտում է, համբուրգերը ավելի ճիշտ։ Ես պատահական չեմ, դե որ տեսնակ է այս մարդու, չտես ոնց որ լինի, ոնց որ անոթի մարդ լինի։ Իհարկե այս ծևի անբարո, անկիրթ, անմակարդակ եւ փողասեր մարդիկ, ովքեր եկել են այնտեղ խաժամուժը առաջացնելու իրենց քաղաքական նկրտումների, իրենց աթոռների, իրենց թալանը, իրենց կեղծ ճանապարհներով ունեցվածքը, որ ձեռք են բերել պահելու, օգտագործել են Կտրիշ Ներսիսյանի այս եկեղեցում թաքնվելու այդ վեհարի, կաթողիկոսական վեհարի տակ իր նստելը Գրիգոր Լուսավորչի գահի վրա այդ հանգամանքը, որպեսզի այնտեղից էպիկենտրոն դարձնեն սադանայությունների, դավադրությունների եւ այնտեղից ղեկավարեն այս ներքաղաքական խաժամուժը, առաջացնելով ցանկացած անցանկալի զարգացումներ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ճիշտ ընդգծեց Փաշինյանը, որ դա ժողովրդավարական կուսակցություն է, որը արտացոլում է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շահերը։ Ի տարբերություն մնացյալ այն կուսակցությունների, որոնք նեղ կուսակցական ընդամենը շահերն են սպասարկում։ Հետևաբար այսօրվա իշխանությունը առավել եւս քան լեգիտիմ է, որը երբևիցե Հայաստանում այս երրորդ հանրապետության ամբողջ շրջանում եղել է։ Իսկ դա ընդգծում եմ ամենայն ճշմարտության միակն է։ Դրա համար այն ավետարանական պարզ ճշմարտությունը, որ հնազանդ եղեք իշխանություններին, պետք է ի կատար ացեր ցանկացած եկեղեցականը եւ եկեղեցական դասի ներկայացուցիչը չի կարող երբեք ընդվզել պետության դեմ։ Նամանավանդ երբ որ խոսքը վերաբերում է հայրենի իշխանություններին, ուրեմն այդ սրիկաները սովետական իշխանություններին հլուհնազան ծառայել են, KGB-ի մեջ մտել են, ամեն ինչ արել են իրենց շահը սպասարկելու։ Հետո էլ ռուսական արդեն կազմակերպության այդ նույն FSB-ի կամ ԳՌՈ-ի մակարդակով են համագործակցել, այսինքն օտարի արդեն, չէ, ռուսի արդեն օտարի, որտեղ արդեն սովետական միությունը փլուզվեց, շահն են սպասարկել, բայց իրենց համար, ինչպես ասում են, զապադլոյա բան անել, Հայաստանի հայրենի իշխանություններին հնազանդ լինել։ Ինչպես որ պահանջում է Սուրբ Ավետարանի խոսքը։ Այսինքն ավետարանի խոսքը արժեք չի ներկայացնում այս մարդկանց համար, նրանք չեն առաջնորդվում։ Եթե նույնիսկ կարդացել են այս խոսքը, Կտրիչը չի կարդացել, դա բանից պարզից էլ պարզ է։ Եթե Արշակը նույնիսկ մեկ անգամ իր կյանքի մեջ կարդացել է, դա էլ մեծ հարց է, բայց չգիտեմ։ Ապա նա չի առաջնորդում, իր համար դա օդի խոսակցություն է, հա, փուչիկ է։ Այսինքն սրբապիղծ մարդիկ, որոնք եկեղեցական
լինելով ոչ մի եկեղեցականի հոտն ու համ վրայից չի գալիս, այլ խուլիգանի հոտը գալիս է, գողի, մարդասպանի, ջեպկիրի, չգիտեմ, գյադու, նարկամանի, փչացած ինչ-որ մի խուժանի եւ այլն, ամեն ինչի մաֆիոզի, ամեն ինչի հոտը գալիս է բացի հոգեվորական լինելուց։ Այսինքն ամեն ինչ են իրենք եւ ամեն ինչով են զբաղվել այս 26 տարիների ամբողջ շրջանում, բացի իրենց ուղիղ պարտականություններ, իրենց առաքելությունը։ Երբեք իրենց առաքելության մեջ նրանք չեն եղել։ Սա ավետարանի խոսքն է ասում։ Երկու տերերին չես կարող ծառայել։ Աստծուն եւ մամոնային։ Ահա ասիկ մամոնայի ծառաներն են, չէ՞ որ մամոնային են ծառայել, խնդրեմ։ Փաստ է, սիրելի ժողովուրդ, թե հերուրանք։ Փաստ է թե իրականությունը, որ տեսել եք բոլորդ այս տարիների ընթացքում։ Մամոնային ծառայել են։ Հավատարիմ են մամոնային, այո, երթնակալության արարողությունը մամոնային հանձնել են պատվով, այո։ Չես կարող սիրես այս աշխարհը եւ լինես հոգեվորական, պիտի ատես աշխարհը, նամանավանդ կուսակրոնության մակարդակով աշխարհ ատող պիտի լինեն։ Այսինքն ինչի նկատի ունի Սուրբ Գիրքը, որ պետք է հեռու մնա կուսակրոն բանականը աշխարհիկ զվարճանքներից, տարբեր բաներից, որտեղ գայթակղեցուցիչ բաներ շատ կան, եւ ինքը եթե չի ուզում խաթարվի իր հոգեվոր փրկությունը, իր հոգեվոր կյանքը, ինքը պետք է հեռու մնա, դրա համար բանկում է ապրում։ Առաջին քրիստոնյաները մինչև բանկեր ունենալը անապատ էին գնում, իրենց կյանք անցկացնում, ինչի համար, աշխարհից կտրվելու համար։ Հիմա այդ մարդը 21-րդ դարում, երբ որ եկել է եկեղեցին, շատ ներեգություն, եկեղեցում դարձել է հոգեվորական, ինչի համար է դարձել։ Ուրեմն նա ուզեցել է կտրվել այս աշխարհից, ուզեցել է ապրել աստվածային պատվիրաններով, հոգեվոր կյանքով, օգտակարություն բերել, հա, աղքատին, կարոցյալին, Աստծո խոսքը տարածի եւ այլն, բայց այս մարդկանց մեջ դա իսպար բացակայում է, նպատակը մեկ է, փող աշխատել։ Մամոնայի ծառաներ, ապացույց։ Ես արդեն չեմ խոսում այստեղից, որ KGB-ի կամ ներկայումս FSB-ի գրեույթ ծառաներն են։ Մասոնական օթյատներում, հիշում եք Արշակին մասոնները շքանշան կարծեմ շնորհեցին։ Այսինքն ցանկացած կառույցին նրանք պատրաստ են երթնակալություն արարողության, այսպես ասած, պատվով այնտեղ երթումներ ուտել եւ խոստանալ հավատարիմ ծառա լինել, բացի եկեղեցական կարգն ու կանոնից, բացի ավետարանից, բացի հոգևորից, բացի ազգայինից։ Ազգային կյանքի հետ էլ աղերս չունեցող մարդիկ են նրանք, նա խուլիգաններ են, որոնք խայտարակում են հայի անուն, այն Ֆրուզիկի կինոն, որ ասում է, այսպես մարդիկ ինչպես դուք խայտարակում են ռեսպուբլիկա, սա տեղին է, թեկուս հումորով, բայց տեղին հնչող խոսք է, որտեղ իսկապես այս մարդիկ ոչ մի կապ չունեն Աստծո հետ, ոչ մի կապ չունեն մայր եկեղեցու հետ, ոչ մի կապ չունեն մեր ժողովրդի հետ, եւ իհարկե նրանք ոչ մի կապ չունեն այդ զգեստի կամ այս խաչի կամ իրենց պարագայում լանջախաչի կամ լանջախաչի մոտ է կամ պանակեի հետ, ոչ մի կապ չունեն, նրանք կապ ունեն ուրիշ բաների հետ, բացարձակ, որոնք քրիստոնեական նշաններ չեն։ Սա պիտի լինի կամ աստղերը, հա, ուսադիրները, կամ մասոնական այդ նշանները։ Այդ դրա հետ նրանք մենակ կապ կարող են ունենալ։ Եվ իհարկե ամկարևոր կուրքը փողն է, որը պետք է դնեն իրենց առաջ պաշտամունք անեն։ Այդ փողին խոնարհություն անեն, աղոթեն այդ փողի վրա։ Ապրել են այդ փողի համար։ Այս զգեստները կրել են։ Ծանր է եղել այդ զգեստը իրենց համար։ Անընդունելի, որտեղ իրենց կաշվի գույնը չէ, ինչպես որ Հայկորյունը ժամանակին վկայեց, այլ ճիշտ հակառակը։ Նրանք կրել են այդ զգեստը մենակ մի բանի համար, որ դրատակ կեղտոտություն անեն եւ իրենց պաշտպանվածը զգան եւ փող շորթեն։ Այս դրա համար է եղել այս ամբողջ պատմությունը։ Հետևաբար սիրելիներ, կփորձեն դեռ տարբեր բաներ հնչեցնել, թե ընդդիմադիր կեղտաջրերը լցնել այս իրենց լրատվամիջոցներ կոչեցյալների հարթակներից եւ թե տարբեր գործիչներ, դուրս պրծուկներ, տարբեր մերկապարանոց մեղադրանքներով սրբազան հայրերի հասցեին եւ Նիկոլ Փաշինյանին թիրախավորելով իհարկե անպակաս են այդ բանից եւ իհարկե ոչ մենակ դա պիտի անեն, պիտի ամեն ինչ անեն, սևացնեն այս process-ը, բայց իրենք արդարացնեն իրենց կեղտոտությունները, իրենց անօրենությունները, իրենց սադանայությունները։ Իմիջիալոց ասեմ, չի ուզում տա այս մարդու անունը, այսօր ինձ կատաղացրեց։ Սպարտակ ազգանունը դեռ չեմ ասի, կխեղճամ իրան։
ազգայնական է, հա, կաբինետի մեջ Անդրանիկի նկարն է եւ այլն այդպես աուրա է ստեղծել, բան, ու մտածում է, որ դրանով պիտի իրավունք ստանա մեր երկրի ներկայիս իշխանավորներին պիտակավորելու տարբեր անվայել խոսքերը ասելով դրանց այդ պիտակները փակցնել եւ փաստորեն մեղադրել դավաճանության մեջ։ Առավել եւս պարզվում է, որ այդ նույն Սպարտակը այսօր, որ ասում էր երեք, որ ինքը դժված մարդ է, Կտրիչ Ներսիսյանից իր եղբոր կողմից, այսօր սատար է կանգնում։ Ուրեմն այս բոլորը նման երևույթները կան, ողբալի։ Եվ ավելին ասեմ, դրանով իրենք պախարակում են ազգային գործի, եթե իրենք համարում են, որ նրանք ազգայնական են, թունդ ազգայնական, ծայրահեղական, նրանց բանը, անունը, անվան հետ է խաղում։ Հետևաբար սիրելիներ, պետք է մենք միշտ այս հարցերին անդրադառնանք, որ ոչ մի adekvat, ոչ մի լուրջ, ոչ մի հավատավոր, ոչ մի քրիստոնյա մարդ չի կարող այսօր թիրախավորել Հայաստանի Հանրապետության իշխանություններին, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, մեր երկրի վարչապետին, եւ առավել եւս պիտակավորեն կամ ինչ-որ շպրտել եպիսկոպոսների վրա, որպեսզի ուրեմն ձախողեն իբրև իրենց կարճ խելքով այդ գործընթացը չի կարող ձախողվել։ Ձեր մուրազը կմնա փորում ձեր։ Բայց հաղթանակն է լինելու, Աստված ընդմեզ է, Աստված հաղթել է, Աստված մեզ 26 տարի Գողգոթայի ճանապարհով տարավ, հա, խաչ բարձրացել եւ իջացել խաչից։ Էս է եղել փորձություն։ Մենք անցանք շատ դժվար ճանապարհ, փշոտ։ Փորձանքներով լի, ամեն տեսակի դժվարությունները հաղթահարելով Հիսուս Քրիստոսի շնորհիվ։ Ոչ թե մենք նկարենք, ով ենք մենք։ Աստված ընդմեզ է։ Հիսուս Քրիստոսն է մեր կյանքի իմաստն ու նպատակն ու առաջնորդը։ Եվ Սուրբ Հոգով զորացած, լցված Սուրբ Հոգով գործել ենք հանուն Հայաստանի Ծառայելական Սուրբ Եկեղեցու շահի։ Մենք իրական Մայրաթոր Սուրբ Էջմիածնի հավատարիմ երդմյալ պահապաններն ենք հանդիսանում, ուզում եմ դա ընդգծել։ Մայրավանքը մեր սրբությունն է, մայրավանքը մեր հայրական տունն է, մայրավանքը մեզ համար մեր հոգևոր, բարոյական, մշակութային արժեքների կենտրոնն է համայն հայության։ Այս սա է, որ ես կուզեի այսօր շեշտել եւ ընդգծել, որ առաքելական եկեղեցին, ինչպես որ մի հոգևոր երկի մեջ ասում է, եկեղեցին հայկական ծննդավայրն է հոգվույս։ Այո, մեր հոգիներու ոչ մենակ ծննդավայրն է, դարբնոց է նաեւ, որտեղ պիտի կերտվի հայ քրիստոնյան, որտեղ պետք է քրիստոնյան իրական դառնա, քրիստոնյա անունով չէ, այլ գործով կյանքով ապրող, ոչ թե խոսքով, այլ իրականության մեջ, որը անմիջապես թարգմանաբար նշանակում է Քրիստոսի հետևորդ, ուրեմն ում պիտի հետևենք կյանքում, մեր փրկիչ եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Եվ որպես հովիվներ պարտավոր ենք առաջնորդել, հովվել մեր ժողովրդին, առավել եւս հովապետի պարագայում, այս լսեք ուշադիր, հովապետը պիտի լինի բոլորին հայր, բոլորին պիտի լինի ծնող հոգևոր, հոգատար, աղքատներին սիրող, մարդասեր, ընդհանրապես պիտի լինի առաքինի մարդ, բարի մարդ պիտի լինի, բարի։ Եթե մարդը բարի չէ, եթե ինքը չունի իր մեջ մարդկային այդ հատկանիշը բարությունը չունի, իր նկարագիրը չի համապատասխանում իր ապրած վարքն ու կյանքը, նա չի կարող հավակնել գրքոր լուսավորչի գահին։ Այդ հավակնություն ունեցողը նախ պետք է դրա համար ճիշտ է ընդգծել վարչապետը, պետք է բարեվարկությունը ստուգված լինի այդ մարդու, իր ամպրած ճանապարհը։ Փառք Աստծո 21-րդ դարում դա շատ հեշտ է անել։ Հատուկ ծառայությունները, ուր որ մենք ապրում ենք, մեզ հետևում են սիրելիներ։ Եվ ըստ պահանջի ամեն մեկի վրա այդ կիլոներով դոսիները կհանեն։ Եվ պիտի ցույց տան кто есть кто են, Բելմոնդոյի ֆիլմը շատ եմ սիրում, որ ասում է кто есть кто։ Այդ պետք է ամեն մեկի դեմքը բացեն ցույց տան։ Բա ոնց։ Բայց պիտի իմանանք, որ այս մարդիկ, որ ուզում են տեխնացու լինել, հա, եթե քաղաքական ընտրության ժամանակ ինչ-որ չափանիշներ են պետք, այդ բանը, որ հնարավորություն ունեն, ասեք, ցուցակի մեջ ներգրավեն քեզ, ապա հոգևոր ընտրությունն է սա։ Պետք է քո բարեվարկությունը ստուգված լինի, որ դու կարաս տեխնացու լինես, մյուսը կարա
այն մյուսը կարա եւ այլն եւ այլն։ Սա անհրաժեշտություն է, սա ճշմարտություն է եւ սա պիտի դառնա իրականություն, կյանքի պետք է կոչվի։ Կյանքի պետք է կոչվի։ Հետևաբար մեր եկեղեցին մեն մի քարի տակ գետնի դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփամը ունի եկեղեցին հայկական։ Մեն մի քարի տակ գետնի դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփամը ունի։ Այո, սիրելիներ, մեր բոլոր թշնամիները, ճուզողները, բոլոր ճանապարհները կոչել են։ Միշտ կարողացել են խոչընդոտել, խանգարել, բայց չեն կարողացել այդ գաղտնի ճամփան իմանալ, որ խոչընդոտ հանդիսանան, որը տանում է դեպի երկնքի արքայություն, դեպի հավիտենական փրկություն, դեպի երկինք բարձրացող, հա, այսինքն դեպի Աստված։ Եվ այսօր պարադոքս էր 26 տարի։ Ասեցի ոչ մի թշնամին երբևիցե չկարողացավ փակել, ոչ թուրքը, ոչ սելջուկը, ոչ մեկը, ոչ պարսիկը, ոչ մեկը չկարողացավ, ոչ Ադոլֆ Հիտլերը, ոչ Լենինը, ոչ Ստալինը չկարողացան այդ ճանապարհը փակել։ Կտրիչը փակեց այդ գաղտնի ճամփան։ Կտրիչը փակեց այդ գաղտնի ճամփան, խոչընդոտ հանդիսացավ դեպի երկինք բարձրացող այդ ճանապարհը։ Այն չէ տեղի ունեցել։ Մեկ նախադասությամբ ես կարող եմ ասել, ինչպես է խեղվել հայաստանյաց եկեղեցին։ Այդ գաղտնի ճամփան դեպի երկինք բարձրացող կտրիչը փակել էր։ Եվ չէր թողում հոգիները փրկվեն, ոչ մենակ պարզ քրիստոնյաների, այլ նախ եւ առաջ հոգեվոր դասի բոլոր շերտերի, բարձրաստիճան եւ շարքային հոգեվորականների, որոնց կործանում էր կեղտաջրերի մեջ լողացնելով, ցեխի մեջ դնելով ապրուստը, որ իրենց լինի ոչ համապատասխան այն վարքի, որը մենք կարող ենք ինքնուրույն օրինակ քաղենք, հա, Վարք Սրբոցից։ Կարդալով սուրբերի կյանքին, որ ձգտում ունենանք, ես չեմ ասում ամեն մարդ անհատականություն եւ իր կյանքը պիտի ունենա, բայց ինչի համար կա Վարք Սրբոցը, որ երբ որ այս սուրբի կյանքին, այն սուրբի կյանքին կարդում ես, ծանոթանում ես, դրանից դու բարի բաներ ես սովորում, հա, եւ աղոթում ես, արդեն բարեխոսում ես իրենց Տիրոջը քո համար, իրենք այդ հաղթական եկեղեցու անդամ են արդեն, եւ իրենց բարեխոսական աղոթքներով է, որ նաեւ քո այս երկրավոր ժամանակավոր կյանքում կյանքդ է շտկվում։ Ինչը շատ մեծ անհրաժեշտություն է մեզ համար։ Հետևաբար չի կարող այդպիսի առանցքային դերակատարում ունեցող ֆիգուրները եկեղեցու մեջ, կաթողիկոսը կամ թեմակալ այն թեմի, որը Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի հայոց թեմն է հսկայական տարածքների, կամ դիվանապետը Մայրաթորի, ես կասեմ իր ապարագայում այդ անունը ուրիշ է, Դևերի պետը, Արշակը Դևերի պետն է, դա դիվանապետ չէր։ Բոլոր դեպքերում այս առանցքային պաշտոնները չեն կարող այն մարդիկ հանդիսանան, որոնք հայաստանյաց եկեղեցին, որը մեն մի քարի տակ գետնի դեպի երկինք բարձրացող գաղտնի ճամփան ունի, որ դրանք այդ գաղտնի ճամփան փակեն ու չկարանա մարդ հոգին փրկի, այլ գնա դեպի հավիտենական տանջանքները։ Երբ որ ես միշտ էլ այստեղից ակնարկել եմ, ասել եմ, բացեի, բայց ասել եմ, նրանք հոգիներն են խորտակում մարդկան, հոգեսպաններ են։ Մի վախեցեք, ասում է ավետարանը, մարմինը սպանողներից, այլ վախեցեք նրանցից, ովքեր հոգին կարող են կործանել, սպանել։ Այստեղ է ողբը սկսվում, այստեղ հոգևոր կորստյան, մատնելով հոգևոր դասին։ 300 հոգիներ շարունակ այդ շղթան չէր վերջանում, Նուրհան Պատրիարքն էր գրել, որ կարգալուծությունների ասում է շղթան չի վերջանում, ինքդ քեզ կարգալուծարա ազատի այդ եկեղեցին ամբողջական կործանումից։ Իրա գրածն է։ Հիմա կարող է հետ կանգնել խոսքից, հա, Նուրհան Պատրիարքը, Երուսաղեմի հայոց պատրիարքը։ Բայց փաստաթուղթը մնում է, ձերքս գնա, դառնայ հող, գիրս մնա հիշատակող, փաստը մնաց, Նուրհան Պատրիարք։ Չես կարող պլստաս այդ բանից եւ ասես, որ ես նման բան չեմ հայտարարել, բաց նամակի տեքստով է գնացել։ Բոլոր թերթերներ հրապարակել են ժամանակին, 2 նամակ է եղել։ Կուզեմ ասել, սիրելի ժողովուրդ, որ այս ամենը, որ մենք ընդգծում ենք, անփարունակ վիճակ է ստեղծվել եկեղեցում, Մայրաթորում, որտեղից էին վերցնում։ Այս փաստերով խոսելով եւ առաջին հերթին իմ հիմնասյունը միշտ եղել է Աստվածաշունչ Մատյանից վերցրած վկայությունները, Սուրբ հայրերի գրվածքները եւ իհարկե առաքելական կանոնները, տիեզերական եկեղեցու, տիեզերական ժողովների, որոնք մենք ընդունում ենք 3 տիեզերական ժողով, իբրև հին արևելյան ուղղափառ եկեղեցին, այդ կանոնները։ Ոչ թե
Մենք գրել ենք մի գիրք, խուլիգան գիրք, կտրիչի, մաֆիոզ գիրք է գրել, որտեղ իր ուզածն է մենակ գրել, ինչ որ իրան է ձեռ տալիս, շուրտված, ալյասերված, ապականված ու հրամեցնում է։ Այդպես չի լինում, սիրելի ժողովուրդ, երբեք չի կարող այդպիսի բան լինել։ Եվ պետք է վերջի վերջով ես գտնում եմ նոր տեղապահ, երբ որ արդեն նշանակվեց, պարտադիր պետք է մենք թելադրենք մեր կամքը, որ ամեն մի քրիստոնյան համառոտ կերպով իմանա նախ եկեղեցու կանոնադրությունը։ Անպայման։ Համառոտ պետք է ամեն մեկը իմանա դա եւ ցանկալի կլինի կատեխիզացիա անցնել։ Այդ թվում նաեւ ոչ մենակ սուր գրքի խոսքը։ Ես գուզեմ հայ ժողովրդին ծանոթացնել եկեղեցական կարգուն կանոնին։ Նամանավանդ ովքեր որ ծխական խորհրդի մեջ պիտի ընդգրկված լինեն կամ թեմական խորհրդի մեջ։ Այսօր տեսեք ովքեր են, բանից խաբար չեն, չգիտեն ոչ մի բան, օդից, կարաս իրաց շատ անգիստ խապես։ Որտե բան չգիտեն մարդիկ, իսկ պետք է սովորեցնես, պետք է ճիշտը բացատրես։ Բայց իրեն դա ձեռ չի տալիս, որտեղ ականջից պիտի այդ ժամանակ բռնի։ Պետք է ասի այդ ժամանակ լրիվ ուրիշ բան։ Հետևաբար սիրելի ժողովուրդ, հաղթել ենք, մենք հաղթել ենք, ես հաղթել եմ։ Այո, ես այսօր համարում եմ, որ ոչ մենակ բոլորիդ հաղթանակն է, նախ եւ առաջ իմ հաղթանակն է, ես այդքան եմ պայքարել, որ այսօր ես ուղղակի ուրախության մեջ եմ, իմ հոգիս հրճվում է այն բանից, որ ես այսօր Հիսուս Քրիստոսից ստացա մի նշան։ Այդ 10 եպիսկոպոսների քայլը այն նշաններ եւ պատասխաններ իմ պայքարի, որտեղ սրբազան հայրերը արել են իրենց սուրբ առաքելությունը եւ անմոռանալի է դա, անմոռանալի է եւ անգնահատելի։ Ես վստահ եմ, որ իրենք պետք է համառորեն պայքար մղեն եւ կոնսոլիդացնեն մեր համայն հավատացյալ ժողովրդին։ Պիտի ավելով քշենք վեհարանից այս բորնիկներին, եթե իրենք չլքեն վեհարանը։ Բայց կրկնեցի, արդեն ասել էի, որ վախում եմ նաև ուրիշ սցենար, դրա համար ուզում եմ այստեղից զգուշացնել ազգային անվտանգության ծառայությանը, Հայաստանի Հանրապետության եւ սահմանապահներին։ Կարծեմ այդ կառույցը, եթե ես չեմ սխալվում, գուցե ես սխալվում եմ, բանի տակ է, ազգային անվտանգության մաս է կազմում։ Չգիտեմ, եթե սխալվում եմ, ինձ խնդրում եմ ուղղեք։ Որպեսզի չփախչի արշակն ու կտրիչը երկրից։ Որտեղ սա է չի բացառվում։ Չէ որ հասկանում են, որ ամպերը սև կուտակվել են իրենց գլխին, արդեն ողբը, այո, լացակումած են իրան, արդեն ոչ մի բանի տրամադրություն չունեն, ոչ մի բանի։ Ընդդիմությունը խլի է որնում, ասեմ ձեզ, որտեղ վերջի հույսը բան եղավ։ Ես այսօր այդ Սպարտակից հասկացա։ Գիտեք ինձ առաջի բառը ինչ ասեց։ Նախկինում մենք հոգևոր այսպես բարեկամություն ունենք, ես գիտեի ինքը հավատացյալ մարդ է։ Ասում այդ սուտ է այդ բանը, այդ հայտարարությունը կեղծ է։ Բա ուր են ստորագրությունները ուղարկեցին, ստորագրությունները տեսավ, ասում է, էդի ֆեյք է, ուրիշ ստորագրությունները կպցրել են։ Վերջին ջղայնացա ես, ունից դուրս եկա, ես էլ եմ մեկ-մեկ ջղայնանում։ Հետով ուղարկել եմ արդեն վարչապետի հետ հանդիպման այդ ամբողջ տեսանյութը, ասեցի սրան ինչ կասես։ Սրանը երևի կասես արհեստական ինտելեկտով են սարքել, չեն գնացել այդ մարդիկ։ Մայրաթորն էլ, որը որ կուկուշկայի աթոռի է վերածած, չի մեկնաբանում, քար լրություն։ Եվ փաստացի հետով նոր սկսեցին խոսալ, ապրծպր, որտեղ չգիտեն, ցայտնոտի մեջ են։ Այո, ժողովուրդ, ցայտնոտի մեջ են նրանք։ Հետևաբար կարծում եմ, որ մայր եկեղեցում մեծ դրական փոփոխություններ են սպասվում, մեր ժողովրդի առաջ պետք է բացվեն բոլոր եկեղեցիների դռները, այո, փակ են եղել, գիտեք ինչ առումով, երբ որ հոգևոր սնունդ մարդ չի ստացել, եւ գիտեք պատճառներից մեկը նա է, որ ծառայող հոգևորականը վախենում, նույնիսկ քարոզ խոսել, որովհետև հրահանգված էր, մի խոսեք քարոզ, մի բացադրեք, մի ասեք, մենակ փող աշխատեք, մեզ հետ բերեք բաժին հանեք, նալոգ մուծեք։ Բայց հետևեք, որ մոմը լավ ծախվի, կամ մնացած պարագաները ինչ որ բերենք այնտեղ, վաճառվեն, որ մենք հանգանակությունը պիտի Կտրիչ Ներսիսյանի վիզա հաստացնենք։ Արշակի փորը հաստացնենք, չգիտեմ ինչ անենք, որ դրանք պոռնկություն անեն, խուժանություն անեն։ Այդ դա է, որը փակվել է վերջի վերջով, որովհետև այդ դռները իրենց համար փակ են, բայց ժողովրդի համար բաց պիտի լինեն։ Աստծո տունն է, իրենց ազգային նաև տունն է, որտեղ նրանք պիտի գան եւ պետք է իրենց
ձայնի իրավունքը ունենան։ Իրանք պիտի խոսեն։ Եվ հոգևորականը այնտեղ առաքելությունը կատարելու համար է հոգևոր։ Ոչ թե հոգևորականը դրա համար է, որ այն սոված գելի աչքերով դաբիչայի վրա ոնց է նայում, հա, իր զոհի վրա։ Էդ է մենակ, որ փող պիտի կորզի ձեզանից։ Բայց հոգևոր սնունդ տալու համար չէ, ոչ, հոգևոր սնունդը դա ավելորդություն է, արդեն ինչի համար։ Աչքերը բացվեն, իմանան, ոնց կլինի իմանան կարգն ու կանոնը եկեղեցու, բա հետո մեր սխալներից ձեռից բռնելու են։ 35 տարին բավական ժամանակ էր անկախության, արդեն մի սերունդից ավել, որ կրթված լիներ հասարակությունը։ Ով է մեղավոր։ Իհարկե մեղավորը եկեղեցու սպասավորն է եղել, որը մթության մեջ, խավարի մեջ է պահել։ Ձեր չի տվել, որ իմանան ճշմարտությունը։ Այս բոլոր հարցերի պատասխանը պետք է հնչի։ Աղանդավորական շարժումների ակտիվ գործունեության պատասխանը պետք է հնչի։ Ինչի համար։ Այն երկրում եւ այն պետության մեջ, որտեղ քրիստոնեությունը որպես առաջին աշխարհում հռչակվել է իբրև պետական կրոն, աղանդավորական շարժումները վխտում են։ Ինչի համար։ Քանի որ նրանք փոխարինել են։ Ինչի համար այդքան հզոր աշխատել է հայ կաթոլիկ եկեղեցին։ Ինչի համար ես հասկանում եմ, որ կան Հայաստանում կաթոլիկներ։ Ինչի համար այդքան հզոր աշխատել է հայ ավետարանչական եկեղեցի։ Ես հասկանում եմ, որ կան հետևորդներ, բայց հասկացեք, արհեստական է եղել, որ այդ եկեղեցիները հզոր են դարձել մեր եկեղեցու տկարացման հաշվին։ Եվ ի վերջո Ռուսաստանում այսօր հայ ուղղափառ եկեղեցի է գործում, որտեղ քահանան ռուս է, բայց հայ եկեղեցի, հայ ուղղափառների եկեղեցի է։ Խնդրեմ, այս ամենը, որտեղ որ ժողովուրդը գնում է եւ գնացել է այլ եկեղեցիների մեջ, ստիպված է գնացել, զզվել են մարդիկ, չեն ցանկացել գալ մեր եկեղեցին, որովհետեւ այս ամենը, որ ասում եմ անփառունակ վիճակը, որ տիրում է, վանում էր ժողովրդին եկեղեցուց։ Եվ այստեղից ականջի օղ թողանեն այն հոգևորականները, կարծում եմ ինձ կհասկանան, որոնք այս պահին գործող չեն, թախտին նստած, սպասում են իրենց բախտին եւ այնտեղից ուրեմն տարբեր մեսեջներ են ուղարկում, ուզում են պախարակած լինել այս եկեղեցու նվեր գործը, որ անում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ մանավանդ այս գլխավորող իր հեղինակությամբ շարժումը վեհարանը վեհի ստվերել եւ նսեմացնել։ Թողականջի օղ անեն։ Եթե ուզում են ունենան իրենց վերադարձը եկեղեցի, թող ամենայն դեպս չափավորեն իրենց այս խոսքերը։ Ես չեմ ուզում անուններ տալ, հասկացողը հասկացավ, կարծում եմ չհասկացողն էլ կարող է կողքի մարդը կամ իր ծանոթը կամ հարևանը կհասկացնի իրեն, իսկ որ ընդհանրապես չհասկացավ, ուրեմն Աստված չի ցանկանում, որ ինքը այս մեկը հասկանա։ Բայց բոլոր դեպքերում ես կուզեմ ասել, որ մեր եկեղեցական դասի այն ներկայացուցիչը, ով որ թիրախավորում է մեր երկրի իշխանավորներին, գլխավորության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արմանավան ազնվագույն 10 սրբազան հայրերի, որոնք գործում են հանուն եկեղեցու փրկության եւ ազատագրումի, ուրեմն նշանակում է, որ իր հարաբերությունները մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ անկեղծ չեն։ Այդքանը։ Եվ եկեք այսօր կարճաղոթքով վերջացնենք, կխնդրեմ ձեր լայն տարածմանը, լայքերը անվճար են ժողովուրդ ջան, դա նվեր եք անում ոչ մենակ ինձ, նաև ձեզ։ Դուք ձեզ նվեր եք անում, որտեղ տարածում է այդ նյութը, դրանով ձեր քույրերը, եղբայրները ամենտեղ տեսնում են եւ ավելի լուսաբանվում են, ավելի իրենց հարցերին, որոնք դեռ մնացած են իրենց համար մուտ, ստանում են պատասխաններ։ Կսպասեմ ձեր գրառումներին։ Նաև այսօր ինձ մի հարց տվեցին, որին ես ուզում եմ հիմա պատասխանել եւ աղոթքով փակել։ Գրվեց, որ Տեր հայր նոր կաթողիկոսին ինչպես են ընտրում։ Այսօրվա գործող եկեղեցական կանոնադրության համաձայն ազգային եկեղեցական ժողովն է գումարվում, այսինքն ընտրվում են ազգային եկեղեցական ժողովի падգամավորներ։ 25000 բնակչության վրա գալիս է մեկ падգամավոր, ումը որ պետք է ընտրի տվյալ համայնքը։ Իհարկե հավատացյալներից պետք է ընտրված լինեն եւ ոչ թե պատահական մարդիկ, որոնք կապ չունեն Հիսուս Քրիստոսի եկեղեցու եւ ոչ մի բան չգիտեն, մկրտված չեն, հաղորդություն երբեք չեն ստացել, չգիտեմ, սուրբ գիրքին ծանոթ չեն եւ այլն։ Այն չափանիշների միջայլոց համապատասխան են
տեխնացուների համար, որը Փաշինյանը գլխանց գրել է, հա, այդ վեհարանը վեհի շարժման համար գրել էր, չէ, ինչ ակնկալում է այդ մարդիկ ինչ բաներ ունենան։ Հատկանիշները նշված են։ Այդ չափանիշներով պետք է ընտրել ազգային եկեղեցական ժողովի падգամավորներ, որոնք ամբողջ աշխարհից հավաքվում են եւ Էջմիածնում Սուրբ եւ անմահ պատարագ է լինում, պատարագից հետո բոլորը հաղորդություն ստանալուց հետո, ուրեմն այնտեղ երթում են տալիս, որ իրենց խղճի մտող ներս շրջված են լինում իհարկե, եթե հավատացյալներ են եւ աղոթել են պատարագի մեջ, կապը հաստատել են մեր Տեր եւ Փրկիչ Հիսուսի Քրիստոսի Սուրբ Հոգով, անում են այդ ընտրությունը եւ այդպիսով կատարվում է ազգի կամքը եւ ընտրվում է ամենայն հայոց կաթողիկոս։ Փակ են լինում մայրավանքի դռները եւ իհարկե ոչ մի միջամտություն չի լինում, չեն պարտադրում կամ թե կաշառք չեն տալիս։ Որովհետեւ այս 132-րդ չկաթողիկոս ընտրությունները խախտված էին, սա ապացուցված է, սա որպես փաստ եւ արձանագրում պիտի ասենք, եւ կեղծիկով, կաշառքով Լուիս Սիմոն Մանուկյանի ողորմածի հետ պարկելով բռնկություն անելով, նա Վազգեն Սարգսյանին փողերը տալով այդ ճակերտավոր ընտրվել է կաթողիկոս։ Դրա համար կաթողիկոս չէ։ Եվ սա է պրոցեդուրան, բայց գուցե կաթողիկոսական տեղապահը վերանայի, որովհետև նախկինում օրինակ ընտրել է սինոդը։ Մենք չենք ունեցել Գերագույն հոգևոր խորհուրդ, այսինքն աշխարհիկները դա մտել են 18 թվականից հետո եկեղեցին։ Հիմա Գերագույն հոգևոր խորհրդի մեջ ընդգրկված են ոչ միայն հոգևորականներ, նաև աշխարհական մարդիկ։ Ինտելիգենցիայի, հայ ինտելիգենցիայի ներկայացուցիչները։ Ես կարծում եմ դա էլ պետք է փակել այդ թեման, պետք է լինի սինոդ, դե մնացածը արդեն իհարկե դա պետք է կոլեգիալ որոշվի եւ ոչ մենակ կոլեգիալ, պետք է լայն քննարկումներ լինեն, քանի որ մեր եկեղեցին ազգայինի է պիտի բաց լինի, բաց հարթակ պիտի լինի, պիտի քննարկի նաեւ ազգը։ Պիտի լսենք Հայաստանը սփյուռք ինչ են ասում հայերը այս մասին։ Բայց դեռ ընտրություններից շատ շուտ է խոսել, որովհետեւ մենք պետք է մի որոշ շրջան ունենան կաթողիկոսական տեղապահ, պիտի մակրում կարգն ու կանոն հաստատվի Հայաստանյաց եկեղեցում, Էջմիածնի մեջ, ապօրինությունների բոլորը հետևանքները պետք է ոչ մենակ վերանայել, այլ նաև արդարություն տիրի, արդարության մթնոլորտ ձևավորվի, բոլոր հոգևորականները պետք է ունենան իրենց հոգևոր վերադարձը եւ այն, ովքեր որ պայքար են մղել սատանա կտրիչի դեմ եւ նրա մաֆիայի դեմ, պետք է առանցքային դերակատարում ստանձնեն, պաշտոններ ստանձնեն Մայրաթուր Սուրբ Էջմիածնում եւ այլ թեմերում, այսպես ասած, ունենան իրենց դերակատարումը։ Եվ այսպիսով այսօր սահմանափակվենք, իհարկե էլի հարցեր կան, բայց ժամանակը չեմ ուզում չարաշահել ձեր, ժամը ուշ է, որպեսզի մենք հետագայում էլ անդրադառնանք արդեն քայլ առ քայլ մնացյալ բոլոր հարցերին։ Աչ հնարարչական, բազուկս փրկչական Սուրբ խաչը տերունական լինի ձեզ պահապան այսուհետև մինչև հավիտյան ամեն։ Աստված պահապան լինի բոլորիդ, Տերն ձեզ եւ Հիսուս Քրիստոսը թող շնորհք, սեր եւ խաղաղություն պարգևի բոլորիդ հոգիներին, հանգստություն նաեւ մեր ննջեցյալներին, որոնք նաեւ ուրախացան այսօր, քանի որ նրանք էլ սքո մեջ են, տեսնում են եկեղեցին ինչ կեղտի մեջ է, ինչ ահավոր խայտարակության մեջ է, եւ սպասենք ավելի լավ նորությունների, երբ որ ամբողջական ազատագրում լինի ամեն։ Բարի գիշեր, տարածեցեք շատ։ Ցտեսություն, կհանդիպենք նորից։